Միացյալ Ազգերի կազմակերպությունը 5 տարին մեկ յուրաքանչյուր պետության համար մարդու իրավունքների պաշտպանության հետ կապված համընդհանուր զեկույց է հրապարակում։ Համընդհանուր զեկույցում ներառվում են ինչպես տվյալ երկրի մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակի զեկույցը, այլև քաղաքացիական կազմակերպությունների եւ այլ պետությունների զեկույցները։ Այս տարի Հայաստանի հերթն է։ Մայիսի 1-ին լինելու է նիստը, իսկ այդ թեմայով կխոսենք իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։ Բարև ձեզ։ Դուք նույնպես զեկույցի հեղինակ եք, ինչ կետեր եք ներառել ձեր զեկույցում։ Երկու զեկույց է ներկայացված, որի համահեղինակներից մեկը ես եմ։ Մեկը հայաքվե քաղաքացիական նախաձեռնության զեկույցն է, որ 2023 թվականին օրենսդրական նախաձեռնություն էին ներկայացնում ազգային ժողով քաղաքացիական նախաձեռնությամբ, ստորագրահավաք էին իրականացնում, 50,000 ստորագրություն հավաքելուց հետո պետք է մտներ ազգային ժողով օրենքի նախագիծը քննարկման։ Ու այդ ժամանակ բազմաթիվ խախտումներ եղան հայաքվեի դեմ, իշխանությունը հատուկ խոչընդոտներ էր ստեղծում եւ ճնշում էր նաեւ, որպեսզի այդ 50,000 ստորագրությունը հնարավոր չլինի հավաքել։ Ընդհուպ մինչև Երևանի թաղապետարանները տարածք չտրամադրեցին հենց սկզբում ու հանրային ճնշման ազդեցության եւ հայաքվեի գործողությունների ազդեցության տակ ի վերջո հասկացան, որ հիմարություն են անում ու տվեցին այնտեղ Սիսյանը, Դիլիջանը, Ամասյան, Սպիտակը իրենք էլ տարածք չտրամադրեցին, ամեն մեկը իր պատճառաբանությամբ, մեկը տեղ չունենք, մյուսը բարվոք վիճակում չի, տարածք չունենք եւ այլն։ Ու երկու շաբաթից ավելի այդ համայնքը զրկված էր իր այդ քաղաքացիական իրավունքից, հա, այդ ստորագրությունը անելու։ Այնտեղ հարձակումներ էլ եղան նաև ազգային ժողովի падգամավորների եւ քաղաքացիական պայմանագիր կուսակցության փոխկապակցված քարոզիչների միջոցով վարկաբեկում, մանիպուլյացիոն վարկաբեկումներ հայաքվեի նկատմամբ։ Մյուս զեկույցը, որը մի քանի կազմակերպությունների կոալիցիա է եւ վերաբերում է քաղաքացիական ու քաղաքական իրավունքների իրավիճակին Հայաստանում վերջին 5 տարիներին, այնտեղ անդրադարձ կա հավաքների ազատությանը, ընտրական իրավունքին, խոշտանգումից զերծ լինելու իրավունքին, խոսքի եւ արտահայտման ազատությանը։ Այնտեղ ավելի մանրամասն նկարագրված են դեպքերը, երկու զեկույցներում էլ նկարագրված է դեպքերը եւ ինչ իրավունքներ է խախտել պետությունը քաղաքացիների նկատմամբ, ինչպես նաեւ երկու պարագայում էլ կան առաջարկություններ, թե ինչ է պետք անել, որպեսզի այդ իրավունքների խախտումները վերացվեն։ Հայաստանի հետ կապված զեկույց ներկայացրել է ինչպես մեր ՄԻՊ գրասենյակը, այլև նշեցի քաղաքացիական կազմակերպությունները եւ Ադրբեջանը։ Դրանց քանի տոկոսն է տեղ գտնում համընդհանուր զեկույցում։ Միավորված ազգերի կազմակերպությունը ինքը բոլոր զեկույցներից Հայաստանի քաղաքացիական հասարակության բոլոր զեկույցներից վերցնում ու հավաքածու է ստեղծում։ Այդ թվում ոչ միայն Հայաստանի, այլև արտերկրից էլ կարող են կազմակերպություններ, հասարակական կազմակերպություններ Հայաստանի մարդու իրավունքների իրավիճակի հետ կապված զեկույցներ ներկայացնել։ Օրինակ Ադրբեջանը Հայաստանի հետ մարդու իրավունքների հետ կապված տվել է զեկույց։ Ու ավանդաբար Հայաստանը միշտ չի ընդունել Ադրբեջանի առաջարկությունները, Ադրբեջանն էլ մերը չի ընդունել, բայց այս տարի շատ մտահոգ ենք, հա, որովհետև մենք տեսնում ենք իշխանությունը ուր է տանում, ոտնահարելով մեր իրավունքների հաշվին ոնց որ սկսում է Ադրբեջանի քաղաքացիների իրավունքները պաշտպանել ու դրա համար մտահոգ ենք Ադրբեջանի տված զեկույցից ՄԱԿ-ը 4 հղում է արել, մեր զեկույցներից եւ հայաքվեից եւ քաղաքացիական ու քաղաքական իրավունքների կոալիցիայից եւս մի հղումներ իհարկե արել է։ Ադրբեջանի արված հղումները վերաբերում են մեկը, որ իրենց զինվորներին մենք խոշտանգում ենք իբր թե գերիներին եւ զինվորներին, վերացնում ենք իրենց պատմամշակութային հուշարձանները, որ 18 տարեկանից ցածր տղամարդկանց մենք տանում ենք բանակ եւ ներառում ենք զինվորական օպերացիաներին, սրանք բոլորը հասկանալի է, հա, կեղծ ինչ-որ թեզեր են, որ Ադրբեջանը փորձում է Հայաստանի դեմ օգտագործել, այնտեղ մի թեզ էլ կա, որ իբրև թե Հայաստանում արտեֆակտներ կան ադրբեջանական եւ իրենք պահանջում են այդ
թանգարաններից վերադարձնել, շատ վտանգավոր է այս իշխանության պարագայում, թե ոնց կարձագանքեն, ես հուսով եմ կմերժեն այնուամենայնիվ այս կեղծ զեկույցները։ Այ խոսեցիք Ադրբեջանի զեկույցից հատվածների մասին, այդ կետերով նրանք պարբերաբար հայտարարություններ են անում, իսկ ՄԱԿ-ի ընդհանուր զեկույցում հայտնվելու համար ինչ փաստարկներ են ներկայացրել։ ՄԱԿ-ը այսպես թե այնպես բոլոր զեկույցներից ինքը հավաքածու է սարքում եւ այդ հավաքածուի հիման վրա ոնց որ իր զեկույցն է սարքում, ինքը չի բանանում։ Եթե դու գրանցել ես զեկույց այդ իրանց հարթակում, իրանք պետքա դրան անդրադառնան։ Հիմա Ադրբեջանը իր կեղծ հիմնավորումները այնուամենայնիվ էականնել չի այս պարագայում, հա, կարող է ինքը տալ ու ՄԱԿ-ը վերցնի այդ ծաղկաքաղի մեջ ավելացնի։ Ինքս չեմ կարդացել Ադրբեջանի ամբողջական զեկույցի, ես չգիտեմ ինչ հղումներ են տվել, այնուամենայնիվ այդ հավաքածուի մեջ այդ հիմնավորումները նշված չեն, հա, հղումները նշված չեն, ավելի շատ նշված է բանը, թե ինչ են իրենք ասել եւ ինչ են առաջարկում, sense կարճ ծաղկաքաղով։ Իսկ ինչ կետերի վրա է ուշադրություն դարձրել Մարդու իրավունքների պաշտպանի գրասենյակը, որն է տարբերությունը ՄԻՊ-ի զեկույցի եւ քաղաքացիական կազմակերպությունների զեկույցի։ Մարդու իրավունքների պաշտպանի զեկույցը շատ ավելի վերացական է, կոնկրետ չէ, բայց տարօրինակ է, որ օրինակ խաղաղ հավաքների հետ կապված որևէ անդրադարձ չկա, այդքան իրավախախտում եղավ, մարդ այնտեղ ձեռքը կորցրեց, ոստիկանությունը օգտագործեց այդ Զարյա 3 նռնակները, որի մասին իմիջիայլից անդրադարձ կա մեր զեկույցում, կամ խոսք չկա, ասեք խոսքի ազատության սահմանափակումները, օրինակ մեր պարագայում կա, թե ինչպես օրինակ H2-ին արտոնագրից զրկեցին կամ Երկիր մեդիային կամ Երկիր մեդիայի տնօրենին ցույցերի ժամանակ, որ ԱԱԾ տարան, կամ կա նաև նրա մասին մեր զեկույցներում, թե ինչպես են խուլիգանության հոդվածը օգտագործում խոսքի ազատությունը սահմանափակելու համար, ինչպես դա եղավ բանի հետ, այդ ոդքասթ վարող տղաների հետ, որոնց խուլիգանության հոդվածով բան արեցին, իրենց խոսքի համար սահմանափակեցին։ Չկա ընտրական իրավունքի խախտումների հետ կապված որևէ բան։ Մեր զեկույցում օրինակ կա անդրադարձ Երևանի քաղաքապետարանի ընտրությունների ժամանակ ինչ խախտումներ էին արձանագրվել, Վանաձորին էր քաղաքապետին էին բանտարկել, իսկ Ալավերդիում, որ իշխանությունը զավթեցին չթողնելով, որ ընդդիմադիրները մտնեն քաղաքապետարան, կամ Բերթի դեպքը կա, հա, որ քաղաքապետը մինչև հիմա նստած է, Գորիսի պարագայում, որ քաղաքապետի դեմ քրեական գործ հարուցեցին հաղթելուց հետո եւ հիմա ու այս Հայաքվեի մասին որևէ անդրադարձ չկա, որը երևի 2 ամիս ամենահիմնական թեման էր 2023 թվականի ամռանը, հա, խոշտանգումների հետ կապված շատ փոքր անդրադարձ է, մինչդեռ մեր պարագայում, ասենք, մենք նկարագրել ենք փաստաբանին, ինչպես էին ոստիկանությունում եւ նրա վստահորդին խոշտանգել, կամ Սամվել Վարդանյանի դեպքը, որ ոստիկանությունից երբ տանում էին ձերբակալվածների վայր, ոստիկանները դուրս էին եկել եւ դիմակավոր մարդիկ եկել էին ու բան էին նվաստացրել էին ու բան էին ուժեն բռնության էին ենթարկել, Մարդու իրավունքների պաշտպանի մոտ սրանք շատ մակերեսային են։ Երբ է լինելու վերջնական նիստն ու ինչ սպասենք դրանից։ Մայիսի 1-ին փաստորեն այդ նիստի օրն է, այս իմիջիայլից մի կարևոր բան էլ ասեմ, այս ընթացքում բացի այդ նիստի դընթառաջ եղել են բազմաթիվ հանդիպումներ արտգործնախարարության, Մարդու իրավունքների պաշտպանության հետ, քաղաքացիական հասարակության այս հենց այս ՄԱԿ-ի համընդհանուր պարբերական դիտարկման կապակցությամբ մեր կողմը ոչ հայաքվեն, ոչ քաղաքացիական եւ քաղաքական իրավունքների կոալիցիայից հրավեր չենք ստացել, չենք էլ իմացել, հա, դրա մասին, միայն այս վերջերս որ ՄԱԿ-ի հետ կապ հաստատեցինք, իրենք մեզ հուշեցին, որ հաջորդ օրը հանդիպում է լինելու Մարդու իրավունքների պաշտպանի եւ արտգործնախարարության ու քաղաքացիական հասարակության հետ, ու մեր գործընկերներից մեկը գնաց։ Ուրեմն մայիսի 1-ին դա լինելու է նաև առցանց, այդ ամբողջ այդ միջոցառումը հնարավոր է դիտել ու 192 երկիր, 193 երկիր է ՄԱԿ-ում, 190 Հայաստանն մեկը, այն մյուս 192-ը պետք է հարցեր տան այս զեկույցների հիման վրա Հայաստանի ներկայացուցչին։ Նրանք իրենց
խոսքը կառուցել են այս զեկույցների հիման վրա, որոնք ներկայացված են։ Ու դրանից հետո պետք է արդեն տրվի առաջարկություններ Հայաստանին զեկույցների հիման վրա, ինչպես նաև մեր զեկույցները բնականաբար ունեն առաջարկներ, ու այդ առաջարկները պետք է Հայաստանը կամ ընդունի կամ մերժի։ Եթե ընդունեց, հետագայում սա շարունակական process է, հա, ինքը չի ավարտվելու այդ մայիսի 1-ով։ Ինքը սկսելու է այդ առաջարկությունների հիման վրա աշխատանք կատարել, մենք էլ շարունակելու ենք այդ իր կատարած աշխատանքը վերահսկել, ինչպես նաև շարունակել արձանագրել Հայաստանի կառավարության մարդու իրավունքների խախտումները։ Իսկ Հայաստանը ազատ է չընդունել առաջարկները։ Հիմնականում հա ազատ է, բայց օրինակ Ադրբեջանի առաջարկները ընդունելու հարցում անսահման ազատություն ունի։ Մյուս պարագաներում արդեն երևի այդտեղ ավելի գործընկերային ու մարդու իրավունքների ոլորտին առնչվող եւ հիմնավոր պատճառներ բերած առաջարկներին երևի մի քիչ ավելի դժվար կլինի մերժելը։ Շնորհակալ եմ, հուսով եմ, որ մայիսի 1-ին ուղիղ միացմամբ կկարողանանք ձեզ հետ կապ հաստատել։ Հիշեցնեմ, որ մենք խոսում ենք իրավապաշտպան Հովհաննես Իշխանյանի հետ։